Զրուցում են քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։ Պարոն Համբարյան, երեկ Երևանյան երկխոսություն 2025 միջազգային համաժողովներ տեղի ունենում, որի ժամանակ նաև ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը ու իր խոսքում անդրադարձավ խաղաղության համաձայնագրին, ասելով, որ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, իսկ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրն ամբողջովին համապատասխանում է սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի։ Ինչ է ստացվում նրա խոսքից, որ ոչ թե խաղաղության համաձայնագիրն ենք համաձայնեցնում մեր սահմանադրությանը, այլ սահմանադրությունը, եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ այս գործընթացը։ Ուրեմն աշխարհում նման դեպք չկա, որ եթե ինչ-որ պայմանագիր կամ միջազգային փաստաթուղթ չհամապատասխանի ինչ-որ երկրի սահմանադրության, ուրեմն փոխեն երկրի սահմանադրությունը։ Ես առաջի անգամ եմ նման բան իմանում։ Այդ մեկ։ Երկրորդը մեր խայտարակությունը այն է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտ Նիկոլը բացահայտ հասկացնում է ուրեմն թուրքերին, որ ձեր ուզածը ես ամեն գնով անելու եմ, բայց այստեղ ուրիշ խնդիր է բացվում նաև։ Ինքը նաև իր հերթական հանցագործությունը փորձում է գցել ուրեմն դատավորների գրբանը, այս անգամ Սահմանադրական դատարանի դատավորների։ Վաղը մյուսօր ինքը ասելու է թող չորոշեին, ես է չփոխեի։ Հասկանալի է, չէ՞։ Մենք գործ ունենք դասական կապիտուլյանտի հետ, ով իր իշխանությունը պահելու նպատակով շարունակում է ստորացնել եւ Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդին թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ։ Եվ նշեմ, որ ամեն գնով խաղաղության պայմանագիր ստորագրելը աղետ է լինելու հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար։ Ինչ գործընթացներ կարող են սրան հետևել, պարոն Համբարյան։ Նիկոլ Փաշինյանի իրավասությունների սահմաններում խաղաղության պայմանագրի հետ կապված ինչ գործընթացներ կան։ Ուրեմն սկսենք դրանից, որ նախ Նիկոլ Փաշինյանի խաղաղության պայմանագիրը դա ընդհանրապես թղթիկ կտոր է, որը ստորագրված չէ։ Ինքը ոչ մի փաստաթուղթ չէ։ Ադրբեջանական կողմը չի ստորագրել ու չի ստորագրելու։ Կապիտուլյանտ Նիկոլի եւ նրա վարչախմբի անդամների այն պնդումները, թե 5 պագաս է մնացել խաղաղության պայմանագիրը ստորագրելուն, բացարձակ սուտ են եւ կեղծիք են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Եվ նշեմ ձեզ նաև, որ Ադրբեջանը բացի այն պահանջներից, որոնք հանդիսացան խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ որը Հայաստանի Հանրապետությունը հլու հնազանդ կատարեց, հիմա նոր պահանջներ է ներկայացնում, իհարկե ոչ դեռ պաշտոնապես, բայց մոտավորապես 1.5-2 ամիս առաջ Բաքու TV կայքով, որը Ադրբեջանի նախագահի աղջկա Լեյլա Ալիևայի կողմից վերահսկվող լրատվամիջոց է, այդ կայքով 5 նոր պահանջներ ներկայացվեցին եւ հիմա արդեն նոր Ադրբեջանի իշխանությունները տարբեր մագարտակներում, այդ թվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մագարտակով այդ պահանջները հնչեցնում է։ Նշեմ հեշտական խումբը պահանջների, շանտաժների, որը Ալիևը դնում է Հայաստանի Հանրապետության առաջ եւ որի մասին, ինչպես ես նոր նշեցի, արդեն պաշտոնական մագարտակով, տարբեր մագարտակներով բարձրաձայնումներ կան։ Դա հայկական բանակի ապառազմականացումն է եւ փաստորեն հայկական բանակի ոչնչացումն է։ Բաքու TV կայքով նշվեց, որ Հայաստանը պետք է ուրեմն չունենա հարձակողական ռազմական տեխնիկա եւ Հայաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինչ ռազմական տեխնիկա որ գնել է պետք է հետ վերադարձնի ուրեմն նրանց տերերին, այսպես ասած։ Երկրորդը Հայաստանի Հանրապետությունը պետք է ներողություն խնդրի 30 տարվա օկուպացիայի համար։ Հայաստանի Հանրապետությունը պետք է
կոմպենսացնի այն բոլոր վնասները, որը հասցվել է Ադրբեջանին 30 տարիների ընթացքում, Հայաստանի Հանրապետությունը պետք է բնակեցնի Հայաստանը եւ հատկապես հարավային երկու Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը 300-ից մինչեւ 400,000 ադրբեջանցիներով եւ 5-րդը Հայաստանի Հանրապետությունը պետք է տրամադրի Ադրբեջանին Զանգեզուրի միջանցքը։ Եթե ուշադիր եք եղել, Զանգեզուրի միջանցքի մասին պաշտոնական բակում շատ վաղուց է խոսում, Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու մասին վերջին 5 օրվա մեջ Ադրբեջանի բռնապետը արդեն 2 անգամ պաշտոնական հայտարարություններ է արել։ Հայաստանի ուրեմն բանակի ոչնչացման ծրագիրը Նիկոլը շատ վաղուց կատարում է, իսկ Հայաստանի կողմից ներողություն խնդրելը եւ փոխհատուցում տրամադրելը, ինչպես նաեւ 30 տարվա օկուպացիայի համար պատժելու քայլերը ես չեմ կասկածում, որ կապիտուլանտ Նիկոլը կկատարի եւ ես համարում եմ, որ ազգային ժողովում Նիկոլի վերջին ճղացումները կապված Հայաստանի նախկին նախագահների եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանի անվան հետ հենց դրանով է պայմանավորված, որ ինքը փորձեց ժողովրդի եւ հատկապես անկրագետ գյուղացիության կարծիքը հայտնելով, թե իբր ինքը որ գյուղ գնում է, իրեն հարցնում է, թե ինչի չեն ուրեմն կալանավորվում եւ բանտում հայտնվում Նիկոլանը Սերսասյանն ու Ռոբերտ Քոչարյանը, դա իրականում Ալիևի պահանջի կատարումն է։ Դա իրականում պաշտոնական Բաքվի շանտաժ նախապայմաններից է, որը տրված է Հայաստանի Հանրապետության առաջ եւ որը փորձում է Նիկոլը կատարել կեղծ թեզերով եւ ժողովրդի գրբանը այդ ամեն ինչը գցելով։ Պարոն Համբարյան, եւս մեկ հարց. Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք կփորձենք մեր հասարակությանը համոզել, հասկացնել, որ խաղաղության պայմանագրով տևական եւ երկարաժամկետ խաղաղություն կլինի։ Ինչպես պետք է փորձի ժողովրդին համոզել եւ այս պայմաններում հնարավոր կլինի համոզել մարդկանց։ Ես անկեղծ ասած բացարձակ չեմ կասկածում կապիտուլյանտ Նիկոլի համոզելու ունակությունների վրա, որովհետև աշխարհում միակ երկիրը Հայաստանն է, որտեղ արտված ղեկավարը վերընտրվել է։ Դա նաև կապված է մեր հասարակության մեծ մասի քաղաքականապես տգետ լինելու եւ պատմական ամնեզիայով տառապելու հետ, ինչպես նաև ստամոքսով մտածելու մասին է խոսքը, եւ պատահական չէ, որ այդ համոզելը արդեն է սկսվել։ Րոպեներ առաջ ազգային ժողովի նախագահի պաշտոնում զմրցված Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո հայերի եւ ադրբեջանցիների միջև առևտուր է լինելու։ Դա դասական կեղծիք է եւ լկտի սուտ, ինչպես իրենք են շատ սիրում օգտագործել այդ լկտի բառը, որովհետեւ պաշտոնական Բաքուն բազմիցս տարբեր մագարտակներով, այդ թվում նաև Ադրբեջանի նախագահի մագարտակով հայտարարել է բազմիցս կրկնում եմ, որ խաղաղության պայմանագրի կնքումը դեռ չի նշանակում որևէ հարաբերությունների հաստատում Հայաստանի եւ ադրբեջանցիների միջեւ։ Ինչի մասին է խոսքը, կամ որքան կարող է մարդ անասուն լինել կներեք արտահայտության համար, որ երազի, որ պաշտոնական Բաքուն կամ Անկարան թույլատրելու է, որ Հայաստանը զարգանա։ Եվ Անկարան եւ Բաքուն բազմիցս նշել են, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն չունենա։ Միայն այն հանգամանքը, որ պաշտոնական Բաքուն Հայաստանը անվանում է Արևմտյան Ադրբեջան, դա բավարար է կարծիք կազմելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ոչ մի խաղաղություն չի լինելու։ Ինքը խաբում է ժողովրդին 100% դիտակցելով, որ ոչ մի խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու, որովհետեւ այդ խաղաղությունը չեն ուզում հենց ադրբեջանցիները եւ բազմիցս այդ մասին հայտարարել են ու բազմիցս իրենց քայլերով տաղապացուցել են, իսկ ինքը ժողովրդին խաբելով խաղալով ժողովրդի անկրագիտության, տգիտության, պատմական ամնեզիայով տառապելու վրա տանում է այս ժողովրդին կործանման։ Թուրք-ադրբեջանական տանդեմը երբեք թույլ չի տալու, որ Հայաստանի Հանրապետությունը զարգանա, թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության կործանումն է եւ վերջ։